բռնապետության ժամանակ բռնապետի հետ գնալ ընտրությունների, հավասարազորը երբևէ այդ ընտրությունում չհաղթել, անկախ նրանից Դուշեմը հաղթահարել է թե ոչ։ Սա մեկ գործոն դասագրքային տեսական առումով տվեցինք սահմանումը։ Գործնական առումով ոչ միայն Եվրոմիությունը գումար է տրամադրել ընտրությունները անցկացնելուն, այլ գումարը տրամադրել է անվանապես բռնապետին, հայտարարություններ կատարելով ամենաբարձր Եվրոմիության քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից, որ հենց այս թեկնածունը հաղթելու ընտրություններում։ Մնացած բոլոր թեկնածուները նրանք անվանել են ռուսական հիբրիդային պատերազմի գործիք, եւ որպեսզի այդ ռուսական հիբրիդային պատերազմի գործիքը չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, իրենց այս բերած հերոս, միակ, առաջնորդ, պատմության մեջ, առաջին անգամ խաղաղության ձեռք մեկնած հայ առաջնորդ, մյուսները կարծես խաղաղության ձեռք չէին մեկնել, կամ մենք էինք շրջափակման մեջ դրել Ադրբեջանը եւ Թուրքիան եւ ոչ թե նրանք մեզ, այսքան որ մեկը նավթ եւ գազի ռեսուրսներ ունի, իսկ մյուսը նավթ եւ գազի տրանզիտի համար կարեւոր է Ռուսաստանի դեմ արևմուտքի պատերազմում, ուրեմն ուժերի դեմ միշտ էլ թույլն է մեղավոր, պարզվում է մենք էինք մեղավոր եւ ասացին, որ սա Նիկոլը շատ հզոր առաջնորդ եւ այլ, այս հզոր առաջնորդը չի կարողանում նույնիսկ տված գումարով իրականացնել սուվերենության գոնե ձևը պահպանող մեխանիզմներով ինչ որ ընտրություններ անցկացնի։ Իրենք ոչ միայն գումարը տրամադրել են, այլ նաև արտգործ նախարարությունը ներկայիս Հայաստանի Հանրապետության, որի գլխին նստած է թուրքական գործակալ Օմեգան, նույնիսկ նույն այդ Բրյուսելի թելադրանքով նամակ է գրել Կայա Կալասին Եվրոմիությանը, որպեսզի Եվրոմիությունը տրամադրի արագ ազդեցության ուժեր, մարդկանց խմբեր, որոնք սովորաբար հատուկ ծառայությունների գործակալներ են, հատկապես Ֆրանսիայի, որովհետև այդ ԵՄ պաշտոնյաները խոստացել են մոլդովական սցենար։ Մոլդովական սցենարից առաջ եղել է ռումինական սցենարը, երկու երկրներում էլ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների գործունեությամբ է ապահովել, որ հաղթող ուժը ընտրություններում արդարորեն հաղթած ուժը չգա իշխանության։ Եվ միաժամանակ այդ գործընթացը երևա կարծես թե ժողովրդավարական։ Ճնշվել են եկեղեցականները, հատկապես Մոլդովայում, ուղղակի ծեծու ջարդի են ենթարկվել, ընտանիոք հանդերձ որոշ դեպքերում, այսպես 3 տարեկան երեխային մոլդովացի կարմիր բերետավորը, այսինքն ոտքից բռնել է օդում եւ այսինքն շպրտել է։ Ինչեւ որ մեկ այլ քաղաքացի հասցրել է երեխային բռնի, այդպիսի կադրեր Եվրոպան տեսել է եւ չի ասել Մայա Սանդու, դուք ոտնահարում եք մարդու իրավունքները, որովհետեւ իրենք հենց այդ արագ ազդեցության ուժերը գտնվում են Մոլդովայում, մոնիտորինգի ենթարկում են ցույցերը այն նպատակով, որ ընդհակառակը հանկարծ Մայա Սանդուի իշխանության տակ գտնվող մոլդովացի կարմիր բերետավորները չմտածեն, ես ինչ եմ անում իմ համակարգացուն, չէ՞ որ չի կարելի այսպես, ոչ, իրենք գալիս են, ընտրում են, ինչպես որ Նիկոլին եւ իր կնոջը որպես ապիկարներ ընտրել են, այնպես են անելու, որպեսի ոստիկանական ուժերում, ներքին գործերի ուժերում ամենաապիկար բնութագիր ունեցողներին արագ կերպով բերեն առաջին դիրքեր, ովքեր պատասխանատու կլինեն այդ ցույցերի եւ այլնի ճնշման համար, եւ նրանց պարգևավճարներ տալով, նրանց թողնելով, որ իրենք հավաքեն իրենց ջոկատները եւ այլն, այդ ուժը կհակազդի ցանկացած որակի, քանակի ընդդիմությունը ուզում է 2 բլոկով լինի, որտեղ այդպիսի գնահատական կա, որ եկեք թող ընդդիմությունը 1 կամ 2 բլոկով լինի, սա Գյումրիի սցենարն է, մենք տեսնում ենք ինչով է ավարտվել Գյումրիի սցենարը, որովհետև մարդիկ նստած են բանտում եւ ոչ ոք Եվրոմիությունից կամ ԱՄՆ-ից այսօր չի ասում դա մարդու իրավունքների ոտնահարում է, տեսեք ամենադեսպանատունը մարդու իրավունքների ոտնահարման ծրագրերում երբեք այդպես չի անդրադառնում, որ օրինակ չի գալիս գունավոր հեղափոխություն չի փորձում կազմակերպել քաղաքացիական հասարակության միջոցով, ում հենց իրենք ֆինանսավորում են այս օրերին լուր նստելու համար, մարդիկ ովքեր նույնիսկ չեն էլ գրում ստատուսներում Էփշտեյնի գործի հետ կապված հսկայական կոռուպցիոն սկանդալի մասին եւ երեխաների եւ կանանց տրաֆիկինգի հսկայական մասշտաբների մասին, ովքեր թավիշի ժամանակ կեղծ պատմություններ են գրում, այդպես Լուսի Քոչարյանը ինչ էր այդպիսի կերպար կար, կեղծ գրում էր, որ հայ տղամարդիկ միայն
սեռական բռնություն գործածել գիտեն կանանց դեմ, երեխաների դեմ, կեղծ պատմություններ էր գրում առանց հիմքերի, որպեսզի այդ ինֆորմացիոն ֆոնը Աննա Հակոբյանի տրամադրած, դա առաջ գնար հայհոյող կանայք, որոնք բռնապետության ճնշումից դուրս են գալիս, բունտ են անում եւ հանձին իրենց փրկիչ եւ փրկչուհու տեսնում են այս երկու ապիկար դեղին մամլո լրագրողներին, այդ գումարը, որ տալիս է եւ այդ նամակը, որ գրում է արտգործնախարարությունը, այս բոլոր մեխանիզմները գործարկելու համար է, որպեսզի անկախ նրանից ով է հաղթել, իշխանության մնա իրենց ուզած ուժը։ Եվ իրենց ուզած ուժը ասում է Նիկոլ Փաշինյանն է, վերջից, որտեղ այդ մեկին են գումարը տվել, դա Զելենսկուն էլ են պահում, նույն ձևով։ Եվ ինչ են անելու հետնել, ասում է այդ ուժը, որ եկավ, մենք խնդրում ենք, որ նրանք մնան Հայաստանում մշտական հիմքերով, քաղաքացիական առաքելություն իրականացնելու համար։ Այսինքն այլ երկրների հատուկ ծառայությունների գործակալներին բերում են Հայաստան, այդ գումարը, որ ընտրություններում Նիկոլի հաղթելու համար տրամադրել է Եվրոմիությունը, դրանց գործածման մեխանիզմները ուղղակիորեն կախված են լինելու այդ բերվող ուժի հանձնակատարների գործելավոճից, իրենք լինելու են այդ գործընթացի կառավարողները։ Եվ դրանից հետո ապահովելու են, որ սա մնա աթոռին, ամենացածր ռեյտինգի պայմաններում, ինչպես որ Մայա Սանդուն է այնտեղ, մնալու են, շարունակելու են մնալ դրանից հետո, որովհետև անմիջապես ընտրություններից հետո պետք է դուրս բերվեն ռուսական զորքերը Հայաստանից, ռուսական ռազմաբազան պետք է փակվի, պետք է շատ արագ տեմպերով կառուցեն ճանապարհը, որը միայն ճանապարհի կառուցում չի լինելու, դա լինելու է նախ սկսելու է Սյունիքի հայաթափումը, միաժամանակ Գյումրիի կողմից թուրքական հատուկ ծառայությունների հսկայական ներհոս է լինելու ուղիղ համեմատական ռուսական զորքերի եւ առհասարակ ռուսական ներազդեցության նվազեցման հետ, որոնք սկսելու են տարածքներ վերցնել արդեն Հայաստանի մյուս կողմից եւ արդեն եթե նայենք 2020 նոյեմբերի 9-ից 2023 թիվ, որ դեռևս Հայաստանում կար ինչ-որ այսպես ազգային ազատագրական պայքարի ոգի, պատրաստ են ինչ-որ բան անել, 3 տարի տևեց, որ իրենք Արցախը ամբողջապես հայաթափեն, փակեն այդ ամբողջ գործը եւ Հայաստանն էլ կփակվի նման պայմաններում, սա եթե Իրանը օրինակ քաոսի տրվի հատկապես այդ սցենարում այն ձևով, որ կարծես իրանական կողմը ինչ-որ ժամանակ, օրինակ սկզբում եթե ավելի պարտություն կրելու սցենարով գործելիս լինի, որտեղ դա լինելու է երկար եւ դաժան պատերազմ, դա 1-2 տարվա հարց չի լինելու, բայց մենք տեսնում ենք տարածաշրջանում Թուրքիայի գործելավոճից, որ անգամ փոքրիկ քաոսի ժամանակ, նույն Սիրիայում, նույն Լիբանանում, նույն Գազայում, ինքը իր ներազդեցության տարածքը վերցնում է, անմիջապես այնտեղ ներթափանցում են իգիլական ուժեր, այսինքն ռուսական հեռացող զորքին, փոխարինելու են իգիլական ուժեր, նա չի բերելու կանավոր բանակ, նա բերելու է իգիլականներ, որոնք այդ Տրամպի ճանապարհով պետք է լոգիստիկ ապահովեն կենտրոնական Ասիայից մերձավոր արևելք, ամբողջ այդ ահաբեկիչների եւ նրանց գործունեության հետ կապված բոլոր այլ անհրաժեշտությունների ենթակառուցվածքային հասանելիությունը։ Դա է տեղի ունենալու։ Այսինքն ընտրություններ, որպես այդպիսին այս ուժի հետ, մենք չենք կարող ասել ժողովրդավարական թափանցիկ, մենք չենք կարող տանել քաղաքական քննարկումները ով որքան ձայն, քանի բլոկով այս խոսույց, որովհետև դա սին է եւ դա թելադրվում է քաղաքական դաշտին, դա բնական է, որ ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը պետք է այդ խնդիրների մասին խոսել, բայց սա նորմալ ժամանակներ չեն։ Հայաստանի Հանրապետությունը չի գտնվում խաղաղ, այսպես Դանիային վայել, ներքաղաքական, անգամ Վրաստանին վայել, ներքաղաքական, ինչ-որ փոքրիկ խոհանոցային վիճակում։ Այն եփվում է իր ամբողջ շրջապատող տարածաշրջանի գեոքաղաքական եռացող կաթսայում։ Ձև տալ, որ արշալույսներն այստեղ խաղաղ են, դա նշանակում է արդեն Հայաստանը չկա, մենք մահացել ենք, դրա համար պայքար չկա։ Դրա համար իմպիչմենտը ավելի արդյունավետ է, այսինքն եթե համեմատենք սա այլ ասեմ, կներեք, մի քիչ երկար եմ բացատրում, որովհետև մարդիկ, քանի որ իրենց այսպես Աննա Հակոբյանացել է իրենց քաղաքական ընկալումների մակարդակը, իրենք հարձակվում են զրուցելու փոխարեն։
իրենք իրենց թիմերի վարքագիծը փոխելու փոխարեն այս խնդիրները առանձին ընդդիմադիր ազգային օրակարգ մշակելու շուրջ միաբանվելու փոխարեն իրենք այդ ես այսքան ձայն, դու այսքան թիվ, ես այսպես, ես այնպեսով ավելի են պարակտում, ինչը ուղղակիորեն ծառայում է թուրքական օրակարգին։ Նշանակում է դու ենթարկվում ես Նիկոլ Փաշինյանի տված օրակարգին ու դու համաձայնում ես, որ ինքը ժողովրդավար առաջնորդ է եւ դու իր ժողովրդավար ընտրությունների ես գնում։ Դա այդպես չէ։ Եվ թող վիրավորանքով չընդունեն, բայց այն падգամավորները, ովքեր իմպիչմենտը ստորագրել են, այդ ստորագրությունը ենթադրում է կոնկրետ գործողությունների շղթա, անգամ իրենց նախընտրական արշավում, ինչպես որ մենք տեսնում ենք, նույն ԱՄՆ-ում բոլոր Տրամպի իմպիչմենտ առաջադրած տեխնացուները իրենց բոլոր նախընտրական քարոզարշավում ներկայումս անպայման խոսում են իմպիչմենտի մասին, եւ ընդհակառակը իրենց ցածր ռեյտինգի պայմաններում իրենք իմպիչմենտի գործիքակազմը գործարկելով ավելի շանս ունեն այլ Հայաստանի ընտրություններում ունենալ բարձր ռեյտինգ, ցույց տալով իրենց իրականացրած տնային աշխատանքը։ Իրենց տնային աշխատանքը պետք է լինի մեր իրենց տրված հանձնարարականը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի միջնորդությամբ թուրքերի կողմից իրենց տրված հանձնարարականը։ Եվ իմպիչմենտի միջոցով պետք է բոլորը միասնաբար փողոց անեն մարդկանց եւ գնան մինչեւ վերջ ոչ թե կես ժամանոց փողոց փակոցիներով, այլ համահանրապետական մեծ գործադուլով 2 շաբաթ առնվազն տևող, ինչպես տեղի ունեցավ Բուլղարիայում, ինչպես տեղի ունեցել Հարավային Կորեայում, փակեն ամբողջ երկիրը, շրջապատեն ազգային ժողովը եւ ստիպեն, որ բոլոր падգամավորները, ոչ միայն ընդդիմադիր, նաեւ ԿՊ падգամավորները իրենց պարտքն է այս ապիկարներին բանտ ուղարկելու, որից հետո կազմվի ժամանակավոր կառավարություն, որը եւ կհայտարարի այն ընտրությունները, որին այսքան բաղձանքով տենչում են բոլոր ընդդիմադիր ուժերը, մեկը ուժեղ Հայաստան է, մյուսը չգիտեմ Հայաստանը ծլելու ծաղկելու է, այն մյուսի Հայաստանում կովերը ավելի շատ կաթ են տալիս արդեն, բայց անվտանգությունից ոչ ոք չի խոսում համակարգված ձևով, այսինքն նրանք ովքեր Արցախը կբերեն եւ այլն, եթե դու գնում ես ընտրությունների այս կերպարի հետ, դու ոչինչ էլ չես բերելու։ Քեզ են տանելու են բանտ, որը արդեն կլինի թուրքական իրավասության տարածքում գտնվող բանտ, ինչպես որ իրենց այսօր գտնում են սիրիացի ընդդիմադիրները իրենց իսկ Դամասկոսի բանտերում նստած, ովքեր ամեն ինչ արել էին, որ Ասադի իշխանությունը տապալվի, հավատացել են թուրքի խոսքին եւ առաջին բանտարկվածները իրենք են այսօր։